Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը քաղաքագետ Հայկ Սուքեսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սուքեսյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Խնդրեմ։ Պարոն Սուքեսյան, արդեն մի քանի օր է ինչ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ինչ եք կարծում, ինչպես եք գնահատում այս մթնոլորտը, թեժացել է, ինչ տրամադրություններ կան հանրության շրջանում։ Կարծում եմ մինչ քարոզարշավի օրերը շատ ավելի թեժ էին, քան քարոզարշավի օրերը։ Հիմա յուրաքանչյուր կուսակցություն կենտրոնացած է ինքը իր վրա, իր քարոզարշավի վրա։ Մինչև այդ ենթադրում եմ բոլոր փամփուշտները իր վրա կրակել, հանգստացել, պրծել են։ Իհարկե, հա, մի քիչ սուր է, որովհետև մենք որպես ժողովուրդ եւ պետություն առանձնահատկություն ունենք։ Մեր քաղաքական կյանքում ներկա են, մեր ընտրությունների մասնակցում են ոչ թե ամբողջությամբ այնպիսի ուժեր, որոնք մտածում են Հայաստանի անկախ կյանքի մասին, պետության զարգացման ուղիների մասին, այլ մենք ժողովուրդ ենք, որը իր մեջ ունի իր անկախությանը թշնամի հատված։ Դրանք պարզապես քաղաքականորեն կազմակերպվել են, այսօր մասնակցում են մեր ընտրություններին, դրա համար է, որ սա մեր առանձնահատկությունն է։ Մենք քարոզարշավ ենք անում մեզ համար եւ ընդհանրապես քաղաքակիրթ պետությունների համար տարօրինակ համատեքստում։ Ֆրանսիայում այդպիսի բան չկա, ենթադրենք սոցիալիստները, աջերը, ձախերը կարող են իրար լինեն թշնամի, բայց նրանք ինչ անում են հանուն Ֆրանսիայի։ Մեզ մոտ ընդդիմություն գրած հատվածը պետության թշնամի է, սա լավ բան չի, բայց մեր կյանքը այդպիսին է, հետևաբար մեր քարոզարշավը այս տրամաբանության շրջանակներում է, դրա համար մի քիչ թշնամանքի մթնոլորտ կա, որը օբյեկտիվ է, հասարակության մեջ մի քիչ պառակտում կա, որովհետև այս մինչ հեղափոխական անցյալի դերակատարների սիրահարներ կան, ռուսական աշխարհընկալումով սյուզերենի ինքնիշխանության թշնամի հատված կա հասարակության մեջ կա, էլի մենք պետք է օբյեկտիվ լինենք, դրա համար հա մի քիչ սուր է, ենթադրում եմ ընտրությունների քարոզարշավի վերջում ավելի կսրվի։ Իսկ ձեր գնահատմամբ ընդդիմություն կա։ Ընդդիմություն կա, բայց ընդդիմությունը այս ռևանշիստները չեն։ Հայաստանի մինչ հեղափոխական անցյալը ընդդիմությունը պետությանը, ոչ թե ընդդիմությունը քաղաքական դաշտում զբաղեցրած տեղով։ Իսկ ընդդիմություն կա, այո, ընդդիմություն այն կուսակցություններն են, որոնք պաշտպանում են, հետաքրքրված են Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարական կյանքով, սուվերեն կյանքով, կան այդպիսի քաղաքական ուժեր։ Իրական ընդդիմություն։ Այդպիսի քաղաքական ուժեր են, հիմա անունները հատուկ չեմ ուզում տամ, որովհետև գովազներ չլինի, բայց կան այդպիսի ուժեր, մեր հանրությունը լավ ճանաչում է։ Դրանք այն քաղաքական ուժերն են, որոնք այս նվազագույնը հեղափոխությունից հետո եւ նաեւ պատերազմից հետո ջանացին ամեն ինչ անել, որպեսզի մեր պետության ինքնիշխանությունը մեզնից չտանեն։ Հայաստանի ժողովրդավարական կյանքով հետաքրքրված, ռուսական ռեակցիան, ագրեսիան զսպող քաղաքական ուժերն են։ Իհարկե, ասեմ, որ այդ դաշտում եւս այդ դաշտը իհարկե համարում են արևմտամետ դաշտ, բայց ես ներողանանում եմ այս տերմիններից։ Հայությունը ինքը դարերից կուտակված հիվանդություններ ունի։ Ինքը ծնվում է կողմնորոշումներով ու ինքը քաղաքական ուժերի վրա ինքը պիտակավորում կպցնում է, արևմտամետ է, ռուսամետ է, չգիտեմ ինչա մետ է։ Բայց ամեն դեպքում ընդունված է դաշտը այդպեսին համարել, այդ դաշտի մեջ էլ պրոբլեմ կա, որտեղ այդ դաշտում ես ենթադրում եմ ներդրված արևմտամետներ կան, ներդրված ինքնիշխաններ կան, էլի, որոնք
ներկայանում են իբրև թե արմատյան ուղղության պաշտպաններ, որոնք ներկայանում են իբրև թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման պաշտպաններ, բայց տակից ռուսական կալինկայի զառոցը գալիս է, էլի երևում է։ Մարդիկ այդ ուղղության վրա են աշխատում, ամեն ինչ անում են տորպեդահարելու այդ ուղղությունը։ Պրոռուսական ուժեր էլ շատ կան։ Հա, դե պրոռուսականը, գիտեք, հարցը գիտեք որն է, պրոռուսական չեն։ Այսինքն, որտեվ քաղաքական ուժերը իրենք կարող են ենթադրենք իրենց հաշվարկի մեջ ունենալ, որ ճիշտը ռուսական նախագծերի մեջ լինելն է, բայց միևնույն է իրենք պաշտպանեն սեփական անկախությունը, եւ դա կլինի էլի ոչինչ, բայց այդ պրոռուսական ասվածը ինքը Հայաստանի անկախություն չի հասկանում ինչ է։ Իրենք տեսեք, եթե նաև դիսկուրսը դրանց վերլուծենք, չէ, մի հատվա մի հոգի կա 40,000 տարեկան կուսակցություն կա, շրջապերական ունի գրած, չէ, կուսակցությունը գրել է, որ դա սուվերենությունը տենց շատ կարևոր բան չի։ Այսինքն, այն մի հատ երկրորդ նախագահ կա, մարդը 10 տարի թագավորել է անկախ պետության մեջ, բայց ասում է, այդպես միութենական պետության մեջ էլ կարանք պետությունը տանենք, սաղացնենք։ Սրանք, տեսեք, անկախության գիտակցում չունեցող հատված են։ Այսինքն, իրենք պրոռուսական չեն, սրանք ինքնիշխանության թշնամի հատված են։ Դա լավ բան չի, ցավալի է դա արձանագրել, բայց մենք պետք է այդ արձանագրումը անենք, որպեսզի մենք լուծումներ որոնենք, հասկանանք ինչ ընտրություն ենք անելու։ Պարզապես վատը գիտեք ո՞ն է, որ այդ ձեր նշած պրոռուսական հատվածը ինքը շատ կազմակերպված է։ Երկու բևեռ կա, որ կազմակերպված է իշխանությունն է եւ այս հատվածն է, այն երրորդ այլընտրանքային բևեռը թույլ է, այս լավ չի։ Դրա համար գնում է ուղիղ ճակատային բախում այս երկուսի մեջ, եթե այդ երրորդ այլընտրանքային բևեռը մի քիչ ուժեղ լիներ, կյանքի նշաններ ցույց տար, ապա ինքը այդ բախումը կմեղմեր եւ ինքն էլ կմասնակցեր ավելի լուրջ պայքարի, բայց այս հատվածի մոտ է մի քիչ թույլ վիճակ։ Այսօր շատ ուժեր խոսում են հենց երրորդ ուժ լինելու մասին։ Ձեր գնահատմամբ կա այդ երրորդ ուժը։ Չկա։ Այդ վարակները գրած է ուր է։ Դե ընդհանուր ֆորմալ իմաստով կա, բայց այդ ֆորմալիզմով պետք է չնայենք, պոտենցիալով պետք է նայենք։ Որ քաղաքական ուժն է, որ ունի այդ պոտենցիալը, այդպիսի մի հատ ուղղություն ստեղծելու, չկա այդպիսի ուժ։ Կան քաղաքական ուժեր, որոնք արժի որ լինեն, լավ կլիներ, որ այդպես լիներ, որովհետև այդ քաղաքական ուժերը մեր ժողովրդի կյանքում լավագույն դերակատարություն են ունեցել, բայց պոտենցիալները տեղ չի, պոտենցիալներն այնքան չի, այսինքն հավաքական ուժը այնքան չի, որ իրենք երրորդ ուղղություն բացեին, էլի։ Դապես այդ մի քիչ չափազանցված է իրենց պարագայում։ Պարոն Սուքեսյան, իսկ ներկայիս ներքաղաքական վիճակը Հայաստանի ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք։ Ինչ գլոբալ խնդիրներ կան, թեկուզ պետական կառավարման համակարգում։ Ընդհանրապես դուք քաղաքական դաշտը նկատի ունեք, թե Հայաստանի խնդիրները ներքի։ Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Մեր ներքաղաքական իրավիճակը մեզ որպես ժողովուրդ բնորոշ իրավիճակ է, դրական միտումներով, բայց ամեն դեպքում բացասական երանգները կողքից գալիս է, ողբի բան կա էլի հետը հաշտալով գալիս ենք մենք այդ հատվածին, դա օբյեկտիվ բան է։ Դե հասկացա մենք մեզ պետք է ճիշտ դիագնոզ անենք, այսինքն ախտորոշումը ճիշտ տանք, որպեսզի վերլուծությունը ճիշտ լինի։ Մենք մեր մինչ հեղափոխական կյանքը, որը ամբողջ պետությամբ, ժողովրդով եղել է միաբևեռ սյուզերենությամբ, այսինքն ենթակայական մտածողությամբ պետություն եւ ժողովուրդ, ենթակայական պոտենցիալով պետություն, հանձնված ամբողջ ռուսական նախագծերին, որտեղից զարգացում չի եղել։ Եղել է կոռումպացված պետություն, նաև բայց հասարակություն, մենք որպես հասարակություն էլ ենք այդ կոռուպցիոն մշակույթը մեջներս նստած է, ցավալի է, բայց դա կա։ Չի ստեղծվել իսկական քաղաքական պայքար, ընտրությունները կեղծվել են, եւ շատ ուրիշ բաներ, եւ ես ընդհանրապես ռուսական ԿԳԲ-ն մեր հասարակության քաղաքական կյանքում լուրջ ցանց ունի։ Հիմա եկել է հեղափոխություն, խնդրեմ է ունեցել պատերազմ,
Եվ մենք որպես հասարակություն չենք կարողացել հաղթահարել մեր մեջ այն հատվածին, որը անկախությանը թշնամի է, դրա համար այդ հատվածը կա, կազմակերպված է եւ մենք, կա եւ մենք դրա համար իա բախումների հասարակություն ենք։ Ոչ թե բախումների գաղափարական ծրագրերի շուրջ, այլ բախումների հասարակություն ենք պետություն մնալու եւ չմնալու շուրջ։ Իհարկե, պարզ է, որ հասարակության հավաքական մեծամասնությունը պետություն ունենալու կողմն է, եւ դրա համար բավարար հիմքեր կան այդպես մտածելու, բայց ամեն դեպքում մենք դեռևս շարունակում ենք մնալ կոնֆլիկտացին բացիլներով հասարակություն, հույս ունենանք այս ընտրություններից հետո դա կհաղթահարվի, չնայած ես դրա պոտենցիալը դեռևս ամբողջությամբ չեմ տեսնում։ Պարոն Սուքեսյան, իսկ այս ընտրությունները գաղափարական պայքար են լինելու, թե անձերի եւ ռեսուրսների միջև պայքար։ Բոլորն էլ կա, ամեն ինչ էլ կա։ Գաղափարական, գիտեք, գաղափարական, եթե հարցը ծրագրերի շրջանակներում են դիտարկում, չէ։ Բայց եթե գաղափարական վերցնում ենք ֆունդամենտալ հետևյալ հարցը, անկախ մնալ թե չէ, սա էլ է գաղափարական պայքար։ Մի հատված կա, որի գանգի մեջ պետություն չկա։ Եվ գաղափարական այս իմաստով բախում է պետություն մնալ թե չէ, սա էլ է գաղափարական։ Անձերը ընդհանրապես նայեք, անձերի շուրջ էլ միշտ կարա պայքար լինի։ Ընդհանրապես նայեք, մենք անձերին քաղաքականությունից չհանենք։ Այդ որ մենք շատ ասում ենք, որ ծրագրերի շուրջ պիտի լինի պայքարը, բայց քաղաքականության մեջ անձերն էլ են դերակատարը։ Այդ հայությունը այդպես մի հատ բաներ է սովորել, մի հատ գիրք եք կարդացել կիսատ պարատ, գիտեն ասենք, որ մենակ ծրագրերով պետք է լինի։ Քաղաքականության մեջ անձերն էլ են շատ կարևոր։ Դեպապես անձերի շուրջ էլ կա, մեզ մոտ ընդհանրապես շատ է սրված։ Օրինակ նաև ազգային հոգեբանության առանձնահատկություն կա։ Մեր ժողովուրդը լիդեր շատ է սիրում, անձ շատ է սիրում։ Ոչ մեկի ծրագիր հավես չունի կարդալու։ Ես կարծում եմ, եթե մենք նույնիսկ շատ է զարգանանք, միևնույն է ազգային հոգեբանության առանձնահատկություն կա, ինքը անձ շատ է սիրում, դրանով էլ է կողմնորոշում։ Բայց վատն է, որ մենք, քանի որ այդ հոգեբանության առանձնահատկությունը կա, մենք ինքներս այդ արհեստականորեն ուժեղացնում ենք այդ ուղղությունը, թույլատնելով ծրագրային պայքարը։ Բայց այդ էլ ինչից է, որովհետև քաղաքական կյանքը կայացած չի, կուսակցությունները կայացած չեն, դժվար են կայանում, այս էլ պրոբլեմ ունի էլի իր մեջ։ Ենթադրում եմ մի քիչ տարիների հարց է պետք, հավանաբար մի 15 տարի է պետք, 20 միգուցե, եթե մենք կմնանք խաղաղ, կհամագործակցենք պրոգրեսիվ աշխարհի հետ, որտեղ պետություններ, որտեղ կա նորմալ ընտրական ինստիտուտ, որտեղ կա նորմալ ժողովրդավարական կյանք, որտեղ կա նորմալ կուսակցական կյանք։ Որտեղ հարցը գիտեք ո՞րն է, որ մեր ժողովուրդը կուսակցություն մի քիչ էլ չի սիրում։ Դա օբյեկտիվ է, բայց սուբյեկտիվ պատճառն էլ կա։ Օբյեկտիվը, որտեղ ինքը տեսել է այդ կուսակցությունները ինչեր են։ Կուսակցությունները դրանք կուսակցություններ չեն եղել են շահերի խմբեր, անձնաշահային ախպերական կապերի վրա հիմնված կուսակցություններ։ Դրա համար ինքը արգահատանք ունի այդ կուսակցությունները, նկատում դրա համար չի նայում ծրագրերը։ Բայց մի քիչ էլ հագում ունի չսիրելու։ Եթե աստիճանաբար մենք սա հաղթահարենք, կուսակցությունները կայանան, այս ընթացքում էլ որոշ կուսակցություններ մաղվեն, կուսակցական համակարգը կայանեն, կսկսի արդեն ծրագրերն էլ նաև կարդալ։ Իսկ ընտրական գործընթացում փողի եւ վարչական ռեսուրսի ազդեցության մասին ինչ կարծիք եք։ Փողը միշտ էլ քաղաքականության մեջ դերակատարություն ունի, հատկապես ընտրաշավերի ժամանակ նկատի ունենալ, այո։ Ընդհանրապես կուսակցություն ժամանակակից, արդիական, մրցակցության պոտենցիալով կուսակցությունների համար գումարներ են պետք։ Օրինակ ընտրաշավ ինքը թանկ բան է։ Հետևաբար նորմալ է ռեսուրսների մրցակցությունը, այն կուսակցությունները, որոնք քիչ ռեսուրս ունեն, պարզ է, որ մրցակցությունից կտուժեն իրենք, այսպես ասենք, բայց վարչական ռեսուրսի օգտագործում մեր ընտրությունում չենք տեսել։ Իհարկե միշտ էլ եղել է ժամանակին, եւ մենք գիտենք, որ ամբողջ պետությունը իր բոլոր ենթակառուցվածքներով ծառայել է ընտրությունների ժամանակ ինչ-որ կուսակցությանը կամ ինչ-որ անհատի։
բայց մեր վերջի 2 տարվա վերջի 2 ընտրությունների պրակտիկան մեզ նման զանգվածային խախտումների մասին որևէ տեղեկություն չի հայտնում, հիմա էլ ընդհանրապես չի հայտնում։ Եթե մանր-մունր դրվագներ կան, միգուցե դուք կիմանաք, չգիտեմ, բայց զանգվածային վարչական ռեսուրսի չարաշահում եւ օգտագործում չկան։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած Ուժեղ Հայաստանի ընտրակաշառքի դեպքերը ինչպես կգնահատեք։ Դե դա որովհետև այդ քաղաքական ուժի, որը քաղաքական չի էլի, դա պրոյեկտ է, ինձ այդպես է թվում, դա ռուսական պրոյեկտ է։ Իրենց ավանդույթի, իրենց մտածողության, իրենց հոգեբանության մեջ է։ Ռուսական աշխարհայացքով ուժերը, իրենք կաշառքի վրա ծնված, առաջացած եւ կենսագործունեություն ծավալող ուժեր են։ Դա նշանակում է, որ իրենք թույլ են, այդ որ իրենք ասում են ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան չի, թույլ Հայաստան է։ Եթե իրենք ուժեղ լինեին, իրենք չէին անի նման մի ախմախություն, ինչպիսին է որոշել սեփական ժողովրդին կաշառել։ Դա լավ բան չի։ Իհարկե, պարզ է, որ զգալի հատված անհաղորդ է այդ կաշառքին, բայց մի հատված է կարող է գնա։ Ենթադրենք մարդը ինքը չունի այդ գիտակցությունը, ինքը ենթադրենք այդ կաշառքը վերցնում է, բայց դու որպես քաղաքական ուժ, դու պետություն ես չոզում առաջնորդել, դու քո ժողովրդին ինչ ես այդպեսի անարժանապատիվ կյանքի տալու։ Այսինքն իրենց վրա վստահ չեն, որ իրենց կընտրեն, դրա համար փորձում են նյութապես շահագրգռեն մարդկանց։ Հա, վստահ չեն իհարկե, բայց կարող են արժանապատիվ վստահ չլինել։ Իրենք վստահ չեն, բայց նաև գնում են վատթարագույն հակաքաղաքական հակամարտկային, հակաօրինական ճանապարհներով իրենց ներկայությունը խորհրդանում ապահովելու։ Դա նշանակում է իրենց անունը իրականում սխալ են իրենք դրել, իրենք թույլ Հայաստան են, ուժեղ Հայաստան է, որտեղ ուժը մենակ այդ ասելով չի։ Դա ուժը նաև բարոյականություն է, չէ, ուժը արժանապատի վերաբերմունք է ինքդ քեզ, սեփական ժողովրդիդ, բայց ձեր արածը լրիվ հակառակի մասին է խոսում։ Այսինքն իրենց պոտենցիալը հաշվել են, իրենք էլ այդ աշխարհայացքի մարդ են, քանի որ կաշառքը իրենց համար, իրենց կյանքի կենսագործունեության շարժիչ ուժն է, դրանով են առաջ գնում, ուրիշ բան չկա տակ։ Պարոն Սուքեսյան, օրերս Գարեգին Բ-ն այցելել էր Սամվել Կարապետյանին եւ իր աջակցությունը հայտնել, հա։ Ինչ եք կարծում, կաթողիկոսը կարող է այդպես բացահայտ իր անձնական վերաբերմունքը ցույց տալ որևէ ուժի նկատմամբ։ Չէ, չի կարող։ Օրինակ, եթե ինքը ազնիվ մարդ է, ազնիվ քրիստոնյա է, ազնիվ հոգևորական է եւ ինքը իրեն համարում է արժանի Գրիգո Լուսավորչի գահին, ապա ինքը կարող էր ընդհանրապես Հայաստանում ընտրարշավի գործընթացը օրհնել, օրհնությամբ դիմել բոլոր մասնակիցներին, որպես հոգևոր առաջնորդ մեր, չէ, բոլորին պետք է ուղղված լինի իր դիսկուրսը, չէ, բայց այդ մարդը առանձնահատուկ վերաբերմունք ունի մի մարդու, մի քաղաքական ուժի, որը սեփական ժողովրդի ձայնը առնում է, չէ, բայց մարդու ձայնը, չէ, դա Աստծո արգելն է, չէ, մարդուն, ընտրության իրավունքը, դա աստվածային իրավունք է, չէ, այդ մարդը Աստծո դեմ, դրանց այդ մարդկանց կաշառելը Աստծո դեմ հանցանք է, եւ այս մարդը գնում է օրհնելու, հանդիպելու հենց այդ մարդուն, հետեւաբար, այսինքն ինքը իր արածը հակաքրիստոնեական է։ Դե մենք այդ մարդու մասին շատ ենք խոսել, այդ մարդը ոչ մեր եկեղեցու հետ կապ ունի, ոչ քրիստոնեության հետ կապ ունի, ոչ կաթողիկոսինելու հետ կապ ունի։ Դարձել եմ ասում, եթե ինքը փորձեր գոնե մի անգամ իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին է իսկապես լինել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդը, ապա ինքը բոլոր կուսակցություններին պետք է հաջողություն մաղթեր, պահանջեր եւ մաղթեր քրիստոնեական բարոյականություն, արդար պայքար, այդա կլիներ ճիշտ, բայց ինքը դա չի արել, ինքը լրիվ ուրիշ բան է։
Պարոն Սուքիասյան, անդրադառնանք նաև Նարեկ Կարապետյանի վերջերս համացանցում արված հայտարարությանը, ըստ որի իրենց իշխանության գալու դեպքում վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու։ Ըստ ձեզ սա իրատեսական է, այսինքն խոսել մի սահմանի մասին, որը ռուս-վրացական սահմանն է, ինչպես այդտեղ պետք է հայկական մեքենաները չկանգնեն։ Դե մարդը իր համար բան է խոսում, վերին Լարսի տեղն էլ չգիտի երևի, որ հարցնեք։ Բայց հարցը գիտեք որն է, ինքը պետք է բացատրի ինչու է այտենց, ինքը դրա բացատրությունը չունի, ասելով չի։ Ինչու է այտենց, որովհետև մենք որպես պետություն տարածաշրջանում անկլավ ենք, մենք շրջափակված պետություն ենք։ Պետություններն էլ առաջնորդվում են սեփական շահերով, ոչ թե ինչ-որ մի հատ ուժեղ տեղակապտի, որ ուժեղ չի գա, սահմանը բա, Տորքանգեղն է, ով է, Չինգիզ խանն է, նայեք, ու իրենց պարագայում, եթե նորմալ հայ լինեինք, ասեի Տիգրան Մեծը, բայց քանի որ հայկական ինքնության չեն, դրա համար Չինգիզ խան ասենք իրենց պարագայում։ Երբ է հնարավոր, որ Լարսում կամ որևէ տեղ մենք խնդիր չունենանք, եթե մենք այլընտրանք ունենանք, օրինակ, եթե ապաշրջափակումը լինի, Թուրքիայի հետ սահմանը բացվի, Ադրբեջանի հետ բացվի, իրենք խնդրելու են, որ մենք այնտեղով բերենք, բայց քանի որ սա փակ է, մենք այդ պետության ոտքերի տակ պարկած պետություն են կոմունիկացիայի իմաստով, երբ ուզում փակում են, երբ ուզում ճնշում են, դա դրանից է գալիս, բայց քանի որ իրենք ոչ ուղեղ ունեն դա վերլուծելու, հասկանալու, ոչ էլ ցանկություն ունեն, պիտի դիմեն բանին, էլի, ծիսական ինչ-որ բաներին, էլի, պաթոսական, չի փակվելու, այտենց չի, քաղաքականությունը հաշվարկների վրա է, քո ուղեղում սարքած մտակառույցների վրա չի, ոչ էլ քո արած բլեֆների վրա է, բայց ես ենթադրում եմ, որ ինչ են փակում դա, որտեղ վերջի շանսն է մեզ ճնշելու, մեզնից, չգիտեմ, ինչ-որ բաներ կորզելու, ճնշում բերելու Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, բայց եթե էլ եմ ասում, մենք վաղը միսօր կարողանանք դա բացել այդ սահմանները, դուք կտեսնեք, որտեղ մրցակցություն կառաջանա, կսկսեն գները իջեցնել, կսկսեն ավելի լայն ճանապարհներ բացել մեր մեքենաների համար, քանի որ դա չկա, կախված եք մի պետության կամ մեկուկես պետության կմահաճույքի լինելու այն ինչ-որ լինելու։ Պարոն Սուքիասյան, Ռոբերտ Քոչարյանի մուտքը նորից քաղաքականություն ինչպես կգնահատեք, դեռ շանսեր ունի նա։ Ինչու է նորից մտել այս խաղի մեջ։ Դե, գիտեք, ինձ թվում է, եթե որոշումն իրեն մնալ, ինքը չէր մտնի, հավես ունի։ Իրեն մտցրել են։ Հա, էլի, հավես ունի մտի քաղաքականության մեջ։ Հարուստ մարդ է, ցեղով, բանով, չէ։ Մտնի ինչ անի։ Եթե թողեք, ինքը շատ արագ կուզենար ցրվել գնալ Հայաստանից։ Բայց ենթադրում եմ, այո, պահանջ կա վրաները, որտեվ այն ունեցվածքը, որ իրենք կուտակել են, ենթադրում եմ թույլտվություն են ունեցել ինչ-որ պետությունից և այդ պետության պահանջները կա, նաև ես ենթադրում եմ կապերի մեջ են, գործակալական ինչ-որ բնազդներ կա այս մարդկանց մեջ, պետք է նկատի ունենք, մտցել են քաղաքականության մեջ, մի անգամ որոշակի հաջողություն ունեցավ 21 թվականին, կարողացան մոտավորապես 20 քանի տոկոս ձայն տանեն, էլի վարճ իրենց համար, բայց այսօրվա պրակտիկայով ենթադրում եմ պրոբլեմ է իր անցնելը, կարող է անցնի, կարող է չանցնի, հարցը գիտեք որն է, որովհետև այստեղ խաղի մեջ է մտել իրենից մի հատ ուժեղ մեկը, այդ բանն է, Սամվել Կարապետյանն է, և Քոչարյանի ձայները իրենք են տանելու։ Այսքան կմիանան։ Հիմնականում չէ, չմիանալու հարց չի, իրենք վերջում, հա, եթե անցնեն 100% իրանք իրար հետ են, որտև այդ հատվածը կառավարում է, կոպիրկին ինչ ասի, տենց էլ անելու են։ Բայց անցնելու հավանականությունն է խնդիր, որտև կա Սամվել Կարապետյան, որը Քոչարյանի ձայների զգալի հատվածը տանելու է։ Քոչարյանը դաշինքով է մասնակցում 8% պետք է հավաքի, բայց խաղի մեջ է մտել նաև Ծառուկյանը, չէ։ Հիմա նա էլ է ձայներ տանելու, հետևաբար կարող է նույնիսկ ԲՀԿ-ի անցնելու շանսերն ավելի մեծ լինի, քան բանի, որտեղ սա 4% պետք է տանի, նա 8%։ Բայց սա ընդհանրապես, եթե
Որտեւ իրենց, գիտեք ոնց է, իրենց դաշտում ձայներ կան, պետք է նկատի ունենանք, ընտրող կա, բայց ինքը սահմանափակ է, եւ ես չգիտեմ ինչքան է, դա 20% է, 30% է, բայց այդ տոկոսների համար այսօր իրենց մեջ մրցակցությունը շատ մեծ է։ Թող մրցենք հասկանանք, բայց ես հույս ունեմ, մեր ժողովուրդը կունենա այնպիսի խիզախություն, ինչպիսին է այս խորհրդարան բերել նաև երրորդ այլընտրանքային դաշտից իրական ժողովրդավարության ջատագով, ինքնիշխանության իսկական պաշտպան որևէ ուժ, որպեսզի մենք ունենանք քիչ թե շատ կոմպրոմիսային խորհրդարան, որտեղ եթե նորից էլի նույնն է լինելու էլի բախումների խորհրդարան, ինչու լավ չի մեզ համար։ Պարոն Սուքիասյան, իսկ ինչպես կգնահատեք այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի ցուցակներում մեզ արդեն հայտնի ծանոթ մարդիկ են, խառը բաժանված, հա, այսպես ասած, ինչպես վարչապետն էր հայտնել, կարծես խաղաքարտի նման բաժանել են։ Ինչու են այդպես արել, ինչու թարմ դեմքերով չեն մասնակցում։ Դե որովհետեւ դա իրենց մարդկային ռեսուրսի սակավության արդյունքն է, իրենց հետ շատ մարդ չկա, ինչ որ կա ժամանակին ում կարողացել փչացրել են, իրենց հետ տարել են, հիմա նոր հատված հանրության գիտական շրջանակներից, ֆինանսական շրջանակներից այս մարդկանց մոտ չի գնում, այսինքն իրենց միջավայրը շատ սակավ է, իրանք իրար մեջ անընդհատ վերարտադրվում են, նոր կադրերի համալրում իրենք չունեն, դրա համար եղած կադրերի շրջանակներում պիտի յոլա գնան, պիտի ասենք հիմա վաղեմ այսօր եթե այս ուժեղից մի հատ ուրիշ մեկը գա ասի ես քեզից ավելի ուժեղ եմ, այս կադրը թողելու է գնա նրան, նաև իրար դրանք կարիերիստներ են, էլի դրանք այդ կադրերը, որոնք ժամանակին այս կուսակցությունից են, հիմա այն կուսակցությունից են, դրանք հնարավորություն են տեսել իրենց համար քաղաքական դաշտում մնալու, խորհրդարան անցնելու, դիվիդենտներ հավաքելու, դրա համար իրարից կադրեր են փախցնում, այդ կադրերն էլ պատրաստ են փախնելու, նայած ով ինչ բաներ կառաջարկելի, այսինքն պոտենցիալի մարդկային ռեսուրսի պակաս ունեն, եղածի շրջանակներում յոլա են գնում։ Իսկ ԲՀԿ-ն ինչու չի պատրաստվում հայտնել իր վարչապետի թեկնածուն։ Քարոզարշավի ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ 3-ից 4 թեկնածուն են, բայց անձամբ ինքը չի ցանկանում վարչապետ դառնալ։ Արդեն մեկնարկել է քարոզարշավը, ըստ ձեզ մարդիկ պետք է չիմանան ում պետք է ընտրեն որպես վարչապետ։ Ազնիվ կլիներ, որպեսզի մարդիկ հանրություն իմանար, ազնիվ կլիներ, որ իրենք էլ ասեն, բայց իրենք չգիտեն իրենց վարչապետի թեկնածուները, դրանց խոսքերին մի հավատացեք, 4-ը թեկնածուն է, 4-ը ունես գոնե մեկին ասա, չունեն իրականում իրենք ոչ մի թեկնածու, ինքն է թեկնածուն։ Բայց քանի որ չեն երևի հավանաբար իր քաղաքական վարչապետ լինելու իր պոտենցիալը ինչի դրա համար շարը իրենից հանել է, բայց մենք թեկնածուներ ունենք, չկա։ Երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, հնարավոր համարում եք իրեն։ Ասենք լավ էլի։ Բայց հա, գիտեք ոնց է, իրենց որակի մեջ, հա, եւ հարցը նաեւ կարծում գիտեք որն է, ոչ մեկ էլ չգիտի իրենց վարչապետի թեկնածունով է, այդ հետո կոպիերկինը կորոշի, ոնց որոշի այդ մարդը լինելու է։ Եվ իրականում ասենք կարևորել չի ով է լինելու է, ով է լինել կառավարվելու է, որտեղ սրանք ռուսական աշխարհայացքով ռուսական պրոյեկտներ են, սրանք ինքնուրույն քաղաքական ուժեր չեն։ Եթե ինքնուրույն, ես վստահ եմ, որ ինքնուրույն չեն, եթե ինքնուրույն լինեին, կասեին, էսա մեր թեկնածուն, դուրներդ կգա, չի գա, դա կարևոր չի։ Բայց ինքնուրույն չեն, կառավարվում են, ենթադրում եմ տեխնիկական իմաստով կամ քաղաքական տեխնոլոգիայի իմաստով Ռուսաստան ձեռնտու չի, որ Իսպանիան այս մարդիկ հայտեն իրենց վարչապետի թեկնածուն։ Ասեմ, իրենց դաշտը լավը չի, անառողջ է, հակաքաղաքական է, անազնիվ է, որովհետև չի կարելի գնալ ընտրությունների չհայտնելով սեփական թեկնածույան, չի կարելի, դա նորմալ չի, այսինքն ինչից է օրինակ ամաչում, կարող է նաև ամաչում եք ձեր վարչապետի թեկնածուից, չեք ամաչում, ասեք, բայց ենթադրում եմ այդ հարցը իրենք չեն որոշում, դա է վատը, այդ է, որ իրենք չեն կարողանում ասել իրենց թեկնածուի անունը։ Պարոն Սուքիասյան, ամփոփելով, կասեք ձեր գնահատման որ ուժերը կանցնեն խորհրդարան։ Իհարկե ենթադրելիորեն տեսանելի է, բայց իմ ասածը հիմք չվերցնենք էլի։
Ես պարզ է, որ ֆավորիտը քաղաքացիական պայմանագիրն է եւ դատելով այս ռուսական ռեվանշիզմի թուլությունից, նաեւ երրորդ այլընտրանքային բևեռի թուլությունից քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է տանելու։ Իհարկե ես իրենց կրակած թվերին չեմ հավատում, 65%, չգիտես ինչքան, բայց որ իրենք գոնե պարզ մեծամասնություն ստանալու են, դրա համար բավարար հիմքեր կան։ Նախ որովհետև մի քիչ էլ արժանի է, որ այդպես լինի, որտեվ հա, եթե այն պատերազմի պահ հանենք, որը իրենցից կախված չի եղել, պետությունը բավարար պոտենցիալ ունի կուտակած, այսինքն հիմքեր կան, որ ինքը ազնիվ ճանապարհով դառնա մեծամասնություն։ Հիմքեր կան, որ խորհրդարան կանցնի ռուսական թևը, ենթադրելի է թույլ Հայաստանը կանցնի, այստեղ երրորդ-չորրորդ տեղի հարցն է կասկածելի, կամ ԲՀԿ-ն է, կամ Քոչարյանն է։ Այդ հələ կհասկանանք, որտեվ նայած թույլ Հայաստանը Քոչյանից ինչքան ձայն է տանելու։ Ես հույս ունեմ, չնայած հիմքեր չունեմ տեսնելու, որ կա այդ շանսը, որ երրորդ այլընտրանքային բևեռից ուժ որևէ մեկը անցնի, բայց հույս ունեմ, որ ընտրաշավի ժամանակ ինչ-որ տեխնոլոգիաներ կփոխեն, որ գոնե դրանցից մեկը 4%-ը կհաղթարի։ Դա լավ կլինի մեր խորհրդանի համար, պարլամենտարիզմի համար, նորմալ խորհրդանական բանավեճի համար։ Եթե կլինի, լավ է, բայց այս պահին դա պոտենցիալ չեմ տեսնում։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սուքեսյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Հայկ Սուքեսյանը։